Տուն ունեինք սեփական վաճառեցինք տղուս պատճառով նեղության մեջ ընկավ։ Այդ օրվանից վարձով ենք մինչև հիմա։ Հետո վաճառեցինք ընկանք սպես դռներ դուր։ Գյումրիում Գալոյանների ընտանիքն արդեն ավելի քան 10 տարի ապրում է Վարձով բնակարաններում։ Տիկին Ֆարիդայի ամուսինը մահացել է երկրաշարժի ժամանակ։ Միակ որդին արտագաղթել է Ռուսաստան։ Ապրում են 4-ով՝ տատիկը, մայրը եւ 2 թոռնուհիները, որոնք իրենց հորը չեն հիշում։ Ոչ բաժանվել են, ոչ կա։ Եղավ Արտենեսի 7-րդ տարին է Իրանից խապար вообще ընդհանրապես չունի։ Ну ամուսնացանք, շատ լավ էր։ Առաջինը ծնավ, երկրորդի ժամանակ ծնվել էր Ռուսաստան գնաց։ Եկավ մի ամիսը մնաց, նորից թողեց գնաց։ Արես պահը ինքը չի եկել։ 4 հոգանոց այս ընտանիքի ամսական բյուջեն համեստ է, տատիկի թոշակը 30,000 դրամ, երեխաների նպաստը նույնքան։ Սիրանուշը մասնագիտությամբ վարսավիր է, 30,000 էլ իր աշխատանքով է վաստակում։ Ամեն ամիս վարձի օրնորդ կա։ Մամայի թոշակը կստանամ, վարձը կուտամ, 10,000 կմնա իր տեղերը կառնեմ ամսական։ Մնացածն է, ասենք նպաստս կստանամ 30,000 կոմունալ, ասենք գազի լույսի չնայած կաշխատեմ, որ քչի մեջ ենեմ, որ տեղավորվեմ էլի։ Այս պայմաններում նրանք չեն կարողանում մտածել երբևէ սեփական տուն ունենալու մասին։ Տիկին Ֆարիդան վստահ է, որ ինքը չի տեսնի այդ օրը։ Իսկ աղջիկը կասկածում է, թե մի օր տուն կունենա։ Չունի, հույս вообще չունի։ Էլիս պիտի վարձով մնամ։ Չգիտեմ, Աստծուն շատ կա հավատամ։ Աստծու օգնությամբ երևի որ մի բան եղնի։ 2017 թվականի մայիսի 29-ի առավոտյան Գալոյանները չէին կարող անգամ ենթադրել, որ ժամեր անց իրենց կյանքն արմատականորեն փոխվելու է, որ հյուր են գալու Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները եւ ի թիվս այլ նվերների հանձնելու են նոր տան բանալին։ Շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ։ Մենք այնպես ազգին հայրով, որ մեկս մյուսին օգտակար։ Րոպեներ անց նրանք արդեն նոր տանն են, Գյումրիի Մուշ թաղամասի բարեկարգ ու կահավորված այս բնակարանում։ Ճիշտ է, հույսը վերջինն է մահանում, բայց այսպես ուրախություն որ այս պահին որ պիտի եղնի, հետ մի անգամ չեմ երազել, այսպես բան երազել որ տունը տան դուռը բացես, նարիվ փոխվեց։ Միակ բանն որ ես չէի երազել, կյանքում չէի մտածել որ կունենամ, առաջինը ունեցել եմ։ Փաստորեն երազս կատարվավ։ Երազը երևի ես էլ դաժե խոսքերս կմոռանամ արդարացնել, որովհետև ինքան հուզմունքս մեծ է, որ չեմ կրնա։ Հիմնադրամի ներկայացուցիչների հետ Գյումրի ժամանած ամերիկյան KSEE հեռուստակայանի լրագրողների հետ զրուցելիս Սիրանուշ Գալոյանը երախտիկի խոսքեր է ուղղում ծրագրի բարերարներին։ Աստված իրանց միշտ հետ եղնի, որ կարողանան առողջություն, ամեն ինչ որ իրան կարողանան սպես ընտանիքների կողքին կանգնած եղնին։ Գումարների մեծ մասը հավաքվում է փոքր նվիրատվություններով, $5, $10, $20, անշուշտ կան բարերարներ, որոնք հնարավորություն են այդ գումարը միանգամից միանվագ տալու եւ որևէ մի ընտանիքին հովանավորել։ Հիմնադրամի Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանն ասում է, որ գյումրեցի անօթևան ընտանիքների համար այսպիսի բնակարանները ձեռք են բերվում 25,000 ամերիկյան դոլարով։ Ընդամենը $25,000 հնարավոր է մի ընտանիքի կյանք փոխել։ Բնակարանի գնելը, կահավորելը, որտեղ կահույքով համալրված է, կենցաղային տեխնիկան տրամադրված է։ Ինչու ենք դա այդպես անում, որովհետև շատ ժամանակ այս ընտանիքները չունեն ոչինչ։ Եվ կուզենանք, որպեսզի նրանք նոր կյանք սկսեն, կուզենանք, որպեսզի ուրախությունը իրենց իսկապես վերադառնա եւ երեխաները այլևս չլինեն այդ պայմաններում։ Հիմնադրամի ներկայացուցիչներն ու ամերիկացի լրագրողներն այցելեցին նաև 2 տարի առաջ այս ծրագրով առաջին բնակարանը ստացած Տիկին Արուսյակին։ Շատ լավ է, մեր կյանքը երեխեքիս կյանքը փոխվել է։ Դիվա լավը փոխվել է։
Տպավորություն էր, որ նրանք ամբողջ կյանքում հենց այստեղ էլ ապրել են եւ արդեն չեն հիշում անտուն ու անապահով կյանքի երկար տարիները։ See her today and see the happiness in her. Ես այսօր շատ զգացվեցի տեսնելով երջանկություն նրա եւ երեխաների աչքերում։ Կարծում եմ այս ծրագիրն ակնհայտորեն փոխում է մարդկանց կյանքերը եւ ես շատ ուրախ եմ, որ ականատես եմ լինում այդ փոփոխությանը։